Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Հայաստանի Հանրապետությունում ապրանքների թղթային դրոշմավորման կարգից անցում է կատարվել QR կոդերով դրոշմավորման։ Այս համակարգում սակայն առկա են մի շարք խնդիրներ, այդ խնդիրների և կոռուպցիոն ռիսկերի մասին Փաստինֆոյի տաղավարում կզրուցենք Նովալեքս փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Վահե Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար, բարև ձեզ։ Պարոն Գրիգորյան, ինչ խնդիր է լուծում պետությունը QR կոդերով դրոշմավորման գործընթացներ տնելով, հատկապես որ այդ պահանջը միայն ԵՏՄ երկրների արտահանման համար է։ Խնդիրը, որը իբր թե փորձ է արվում լուծվել, իրականում վերաբերվում է ապրանքների շրջանառության նկատմամբ պետության վերահսկողական ֆունկցիայի ընդլայնմանը։ Նմանատիպ փորձ նախորդ տարիներին ևս առկա է եղել եւ հատուկ նշաններ ամրացվում թե ներմուծվող, թե տեղական արտադրության ապրանքների համար, որը որևիցե կերպ չէր խոչընդոտում առևտրային գործընթացի բնականon մեր պատկերացած հասարակ ձևով իրականացմանը, մինչդեռ նոր կարգավորումները, որոնք սկսել են կիրառվել, լուրջ խնդիրներ են առաջացնում տնտեսվարողների համար մի կողմից, մյուս կողմից հենց այն անձանց համար, ովքեր ձեռք են բերում այնպիսի ապրանքներ, որոնց գոյությունը, որոնց վաճառքը իրացումը ենթադրում է այդ թվում եւ QR կոդի անցկացում հսկիչ տեխնիկական սարքի մեջ։ Ընդ որում կոդավորումն իրականացվելու է ոչ թե պետության, այլ մասնավոր ընկերությունների կողմից։ Որոշ տնտեսվարողներ մտահոգություններ ունեն առևտրային գաղտնիքի խախտման հետ կապված։ Նախ եւ առաջնային խնդիրը, որը ստեղ կարելի է տեսնել, դա առևտրի գործընթացի բարդացումն է, այսինքն թե անձով զբաղվում է վաճառքով, տվյալ դեպքում դրամարկղում կանգնած մարդը, թե քաղաքացին, ով գնում է ապրանք, եւ թե քանի որ Հայաստանում եւս սկսել է տարածում գտնել ինքնասպասարկման դրամարկղները, այդ բaragam միանշանակ առաջանում են լրացուցիչ խնդիրներ, այսինքն բուն գումարը տալուց եւ դրա փոխարեն ՀԴՄ-ն եւ ապրանքը ստանալուց բացի ավելանում է լրացուցիչ պարտականություն QR-ի անցկացման հետ կապված։ Մյուս կողմից խնդիրը մասնավորին տրամադրելու արդյունքում որոշակիորեն թանկանում են նաեւ ապրանքները, քանի որ այդ QR մակնշումը նույնպես որոշակի ծառայություն է, որի դիմաց ձևավորվում է որոշակի դրամական պարտավորություն, այսինքն տնտեսվարողը պարտավոր է գնել այն, պարտավոր է նաև այդտեղից հարկեր են վճարվում, այսինքն ապրանքն է թանկանում, ապրանքի ինքնարժեքը, եւ իհարկե այո, կա մտավախություն, որ տնտեսվարողների, թե արտադրողների, թե իրացնողների առևտրային գաղտնիքը կարող է հայտնվել այնպիսի անձանց տիրապետության ներքո, մի կողմ թողնելով ապօրինության կանխավարկածը, ուղղակի քննարկումը կարող է հայտնվել այնպիսի անձանց տիրապետման ներքո, որը որևիցե բaragam չի բխում իրացնող կամ արտադրող կազմակերպության շահերից, քանի որ առևտրային գաղտնիքը կամ առհասարակ առևտրային գործունեությունը կարող է վերահսկվել առնվազն ներկայիս օրենսդրական կարգավորումների եւ սահմանադրության լույսի ներքո բացառապես պետության կողմից, ընդ որում պետությունը բացարձակ վերահսկողության լիազորություն չունի, այդ լիազորությունները սահմանափակված են օրինականությամբ, համաչափությամբ, պիտանիությամբ, անհրաժեշտությամբ, մարդու իրավունքների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների միջազգային պրակտիկայում տրված մեկնաբանություններին համահունչ, այսինքն պետությունը չի կարող որևիցե նպատակը հռչակելով գերակա ամբողջությամբ սկսել վերահսկել տնտեսությունը։ Դա բխում է նաև ազատ շուկայական տնտեսության Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երաշխավորված մոդելից, այլ կլիներ իհարկե վիճակը, եթե ազատ շուկայական հարաբերությունները եւ տնտեսական մոդելը ներդրված չլիներ Հայաստանի Հանրապետությունում, բայց այս մոդելը, այս կարգավորումները պետությանը չեն կարող անգամ տեսականորեն թույլատրել ապրանքաշրջանառության նկատմամբ տոտալ վերահսկողություն։ Այսինքն կարծում եք սա չի կարող, հա, այս գործիքակազմը չի կարող, այսպես ճակերտավոր ասած, մահակ դառնալ տնտեսվարողների գլխին։ Ընդհակառակը QR կոդավորման համար վարչարությունը, հետևանքները, միլիոնավոր տուգանքները, որոնք կիրառվում են տնտեսվարողների նկատմամբ, հենց այն ոչ իրավաչափ ներգործությունն են, որը պետությունը այն մասով, որով որ պատվիրակել է մասնավոր սեկտորին, միասին ճնշում են տնտեսվարողներին, դրանք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով
եւ ամենամեծ խնդիրը այն է, որ այն վարչարությունը եւ այն ձևակերպումները, որոնք վերագրվում են այն տնտեսվարողներին, ովքեր ոչ իրենց մեղքով որոշակի ենթադրյալ իրավախախտումներ են թույլ տվել, ընդհանրապես չեն համարվում հարկային վարչարություն կամ հարկեր թաքցնելուն, ցույց չտալուն կամ վճարելուն ուղղված գործողություններ։ Մի փոքր ավելի մասնավորեցնեմ օրինակը լավ։ Անձը կատարում է գնում որևէ խանութից, ՀԴՄ-ն տնտեսվարողը սահմանված կարգով տրամադրում է ճիշտ որևիցե տվյալ չի թաքցնում, այսինքն ինքը հենց ՀԴՄ-ն տրամադրելու պայից սկսած հարկային մարմնին հստակ տեղեկացնում է, թե որքան է կազմել ապրանքի արժեքը կամ ծառայության արժեքը, որը տրամադրվել է, եւ ըստ դրա ձևավորվում է հարկային պարտականությունը։ QR-ների պարագայում, եթե QR չի անցկացվում, ապա տնտեսվարողը նույն չափի տուգանքի է ենթարկվում 200,000 դրամ գումարաշրջանառության 5%-ի չափով, բայց ոչ ավելի քան 10 միլիոն դրամ, այն նույն տուգանքն է վերահասնում, որը կիրառվում է ՀԴՄ չտրամադրելու համար, այսինքն հարկ չտալը շատ պարզեցված օրինակով հավասարեցված է QR չտպելուն կամ QR-ը չանցկացնելուն։ Մինչդեռ սրանք շատ տարբեր իրավահարաբերություններ են։ Մեկը ուղղակիորեն հարկ վճարելն է կամ պետությանը ցույց չտալը իրական շրջանառությունը։ Մյուսը ընդհանրապես հարկային վարչարություն չէ։ Եթե անգամ QR-ը չանցկացնելը դիտարկենք որպես իրավախախտում, ապա հարկայինը չէ, պետական եկամուտների կոմիտեն չէ, հարկային եւ մաքսային մարմինները չեն, որ պետք է ունենան վերահսկողություն դրա նկատմամբ, որովհետեւ հարկ վճարելու պարտականությունը, իրավահարաբերությունը սկսվում է ծառայություն մատուցելու կամ ապրանք վաճառելու իրացնելու պահից եւ ավարտվում է հարկը ցույց տալով, ծառայության իրական արժեքը ցույց տալով, ըստ դրա հարկային պարտավորությունները կատարելով։ Բայց երբ տնտեսվարողը ցույց է տալիս, թե որքան է արժեցել իր ծառայությունը, որքան հարկ է ձևավորվում եւ դրանք կատարում է կամ չի կատարում, դա արդեն առանձին քննարկելու նյութ է, սույն թեմային չի վերաբերում, այստեղ վարչարություն իրականացնող մարմինը, եթե դիտարկենք Պեկին, ինքը այլևս անելիք չպիտի ունենա։ Մինչդեռ փոքր խանութների պարագայում հատկապես լուրջ խնդիր է դառնում մանր ու միջին բիզնեսի համար, որովհետև քանի որ կա սահմանված առավելագույն շեմ, իրավահարաբերության խաղացողների, խոշոր խաղացողների համար գուցե վեհական չլինի իրավախախտումը, օրինաչափ է, օրենքին համապատասխանում է, սահմանադրությանը համապատասխանում է, թե ոչ, քանի որ պայմանավորված եկամուտների կամ ինչու՞ չէ շահույթի առկայությամբ իրենք գուցեև համաձայն են այդ տուգանքները վճարել, բայց փոքր եւ միջին տնտեսվարողների համար տուգանքների չափը շատ լուրջ խնդիրներ է առաջացնում, ընդհանուր միջև կարող է հանգեցնել վերջիններից տնտեսական գործունեության իրական սահմանափակմանը կամ դրա անհնարին դառնալուն, պարզացած ցնկանալուն, որովհետև տուգանքները ունեն մաքսիմալ շեմ եւ մինիմալ շեմը նույնպես զգալի բարձր է։ Դատական պրակտիկան այս առումով արդեն ինչպիսին է, հա, կա ձևավորված որոշակի պրակտիկա։ Իրականում բազմաթիվ են տնտեսվարողները, ովքեր ցանկանում են դիմել վարչական արդարադատությանը, պայմանական ասենք, QR կոդի չանցկացման հետևանքով վրա հասած վարչական ակտերի բողոքարկման հարցերով շատ են դիմող տնտեսվարողները, քանի որ դեռևս վարչական դատավարության օրենսգրքի կարգավորումներն էլ չեն փոփոխվել, հետաքրքրությունը տնտեսվարողների ավելի բարձր է, այո, կան արդեն դատական ակտեր, որոնք իհարկե դեռևս գտնվում են բողոքարկման փուլում պատասխանողի կողմից, բայց դրանցով եւս ըստ էության հաստատվել է մեր կողմից ներկայացված փաստերի եւ իրավական կարգավորումների հիմնավորվածությունը։ Հիմա այստեղ տեսեք, օրենսդրական խնդիր էլ կա, հա, փաստացի, դուք ձեր խոսքում հիմնավորումներ նշեցիք, այստեղ կա օրենսդրական բացի խնդիր, թե այսպես միտումնավոր ինչ որ այդ գործընթացը ձգձգելու խնդիր, հա, օրենսդրական կարգավորումների լուծման, եթե այդպիսի անհրաժեշտություն դուք տեսնում եք, որովհետև եթե դատական ակտեր էլ կան, որ որոշակի խնդիրներ արձանագրվում են նաև, հա, դատական ակտերով, այստեղ հիմա օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, ինչ խնդիր կա։ Ցավոք սրտի դատական ակտերը, անգամ շատ հիմնավոր դատական ակտերը, որոնք անփոփոխ են թողնվում վերաքննիչ վարչական դատարանի, վճռաբեկ դատարանի կողմից, դեռևս չեն հանդիսանում հիմք, որպեսզի օրենսդիրը
կամ օրենքի նախաձեռնության իրավունք ունեցող սուբյեկտը, օրինակ կառավարությունը հանդես գա նման օրենսդրական փոփոխությամբ, սա էլ ունի իր որոշակի անհիմն հիմնավորումը, որքան էլ պարադոքսալ հնչի, պատասխանող կողմը պարտություն ստանալուց հետո, այսինքն երբ որ հայցը ընդդեմ իրեն ներկայացված հայցը բավարարում է, զուտ ունենալով լիազորություն բողոքարկում են վերաքննիչ վարչական դատարան, քանի որ սա վարչական դատարանի քննության առարկա գործ, այնուհետև վճռաբեկ դատարան, եւ երբ որ անցնում են տարիներ, խնդրին լուծում տալիս է փաստացի դատական համակարգ, այսինքն եթե չլինի դատական համակարգը, խնդիրը հավերժ կմնա եւ փոխարենը արագ շտկեն արկա օրենսդրական խնդիրները, որովհետեւ թե պետությունը դրանից շահի իրավունքի գերակայությունը հաստատվի, թե ճիշտ վարչարությունը իրականացվի, թե վարչական դատարանը այլևս չծանրաբեռնվի, ինչու՞ չէ, իրավիճակը թողնվում է ինքնահոսի, մյուս կողմից որոշակի առնվազն ողջամիտ կասկած առաջացնող խնդիրներ կարելի է նկատել, որ փոքր տնտեսվարողները փակում են իրենց գործունեությունը, այսինքն կանոնները սահմանող մնում են միայն ամենախոշոր խաղացողները դաշտում, իսկ փոքր տնտեսվարողները կամ միջինները կամ փակվում են կամ կլանվում են, որովհետև իրենք իրենց ռեսուրսներով չեն կարող պայքարել, շատ երկար չեն կարող պայքարել ընդդեմ մի ամբողջ համակարգային խնդրի։ Հենց այդ իսկ պատճառով էլ օրինակ մեր Noval Express-տաբանական գրասենյակը այնպիսի պայմաններ է առաջարկում տնտեսվարողներին, որոնք վերջիններից միանշանակորեն թույլ կտան առնվազն փորձել հասնել իրենց իրավունքների պաշտպանության, բայց հաշվի առնելով, որ այս խնդրահարույց իրավիճակը ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում է, համակարգային լուծումների շտապ կիրառման կարիք միանշանակ կա։ Հնարավոր է այդ ճանապարհին դիմեք սահմանադրական դատարան, ենթադրենք։ Տեսեք, սահմանադրական դատարան դիմելու համար գիտեք, պետք է երաստիճան դատական համակարգով անցնել, դիմել բոլոր ատյաններին, այնուհետև սպառվելուց հետո դիմել սահմանադրական դատարան։ Իրականում սահմանադրական դատարանը դիմելու կարիք միշտ չէ, որ կարող է առկա լինել, եթե վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է տալիս գործի առնչությամբ, միևնույն փաստական հիմքերի առնչությամբ, եթե ձևավորվում է դատական պրակտիկա, այսինքն առաջի ատյանի դատարաններն են պաշտպանում մեկ մոտեցումը, վերաքննիչ վարչական դատարանն այն հիմնականում պաշտպանում, ապա ըստ էության դատական համակարգ այդ խնդիրը լուծում է եւ սահմանադրական դատարան դիմելու շահագրգռվածությունը, որպես կողմ, որի հայցը բավարարվել է կամ կողմի ներկայացուցիչ, ում հայցը բավարարվել է, այլևս բացակայում է, բայց Հայաստանի Հանրապետությունում կան պետական մարմիններ, ովքեր այդ թվում եւ վարձատրվում են հանրային միջոցներից, որովհետեւ իրականացնեն նաեւ դատական ակտերի պատճառաբանական մասերի ուսումնասիրություն, հետազոտություն եւ ըստ դրա կատարեն իրենց աշխատանքը, կատարեն համապատասխան վերլուծությունները, հանդես գան համապատասխան օրենսդրական փոփոխություններով։ Մենք սահմանադրական դատարանի այլ գործերով բազմաթիվ որոշումներ ունենք, որոնցով պայմանավորված օրենսդրությունը պետք է փոփոխվի, բայց դրանք դեռևս չեն էլ շտապում, չեն էլ պատրաստվում եւ տեսանելի ապագայում չի երևում, որ դրանք կփոխվեն, քանի որ կարևոր պետության եւ տնտեսվարողի համար կարևոր իրավական փոփոխություններ անելու ճանապարհը փոխարինվել է ըստ ցանկության, ըստ կամայականությունների եւ դրանց աստիճանի օրենսդրական փոփոխություններ բերելու տարբերակի հետ է փոխանակվել։ Պարոն Գրիգորյան, դուք այս գործընթացում ինչ-որ կոռուպցիոն ռիսկեր տեսնում եք, տեսեք, նշված գործընթացը իրականացվում է մասնավոր ընկերության կողմից։ Նշված մասնավոր ընկերության թելերը տանում են դեպի իշխանությունների հետ որոշակի առնչություն ունեցող անձանց հետ, հա, նույն Եսայան եղբայրները, Բեկ նախկին պաշտոնյան, Փաշայանը, այսինքն ընդհանուր որ նայում ենք, կարծես թե թելերը դեպի այս իշխանություններ են տանում։ Հիմա ինչ մոտիվացիա ունեն իրենք, ձեր խոսքով էլ հա նշում եք, որ մանր բիզնեսը դրանից շատ տուժում է։ Ինչ խնդիր ունեն հիմա այս առումով լուծելու, այստեղ կոռուպցիոն ռիսկեր դուք տեսնում եք։ Կոռուպցիոն ռիսկեր միշտ կարելի է տեսնել ցանկացած հարցում, բայց գոյություն ունի անմեղության կանխավարկած, որը պարտավոր եմ հարգել մասնագիտական կրթությունից ելնելով, ուղղակի մի փոքր ընդգծում, եթե անգամ լինում են որոշակի հանցանքներ, որոնք կապված են տվյալ իշխանության կամ նրանց փոխկապակցված անձանց հետ, ապա այդ հանցանքների բացահայտումը տվյալ իշխանության օրոք անհնարին է։ Պարոն Գրիգորյան, մի այսպիսի դիտարկում էլ տեսեք, այս կոնկրետ դրոշմապիտակների առումով, հա, այս դրոշմապիտակների հատկացումը եւս մասնավոր ընկերություն է իրականացնում եւ եթե նախկինում կառավարությունն էր տրամադրում բիզնեսին, ապա
այժմ կրկին մասնավոր ընկերությունից պետք է ձեռք բերվի։ Այս առումով հիմա ասեմ, կասեք էլի կոռուպցիոն ռիսկերի մասին է խոսում, բայց իրավիճակը ինչպիսին է, հա, պետությունը ստեղծում է մի համակարգ, պարտադրում է որոշակի կանոններ, սահմանում է այդ կանոնները եւ միևնույն ժամանակ, այո, այդ հարկերը եւ առհասարակ թեկուզ դրոշմապ պիտակների գնման արդյունքում ձեռք բերված գումարները փոխանցվում են ոչ թե պետական բյուջեին, այլ մասնավոր ընկերությանը։ Հիմա այս համատեքստում դուք արդյոք խնդիր չեք տեսնում։ Գուցե հարցս կրկնվում է, բայց ինչ խնդիր է լուծում իշխանությունը։ Ամենամեծ խնդիրը այն է, որ պետությունը կոնկրետ պետական վերահսկողության պատվիրակված լիազորություն կամ դրա համար շատ անհրաժեշտ պարտադիր բաղադրատար հանձնում է բացառապես մի կազմակերպության, մի ընկերության, որով թե մրցակցայնության ոլորտն է տուժում, թե մրցակցության սկզբունքն է տուժում, թե տնտեսվարողների մոտ առաջանում ողջամիտ ու հիմնավոր կասկածներ տարբեր հարցերի առնչությամբ, որոնք անգամ գուցե իրականության մեջ տեղ չունեն, բայց պայմանավորված այդ պետության կողմից են ստեղծած մոնոպոլիայով ունեն կյանքի իրավունք, եւ դրանք կարող են հերկվել բացառապես այն պայմաններում, երբ որ պետությունը ինքը խթանի մրցակցային քաղաքականություն եւ զերծ մնա մենաշնորհային կամ գերիշխող դիրք կամ դրան նմանվող որևիցե արտոնություն կոնկրետ որևէ կազմակերպության տրամադրելով, որովհետև եթե ընտրվում է կոնկրետ մի կազմակերպություն, այդ կազմակերպությունը անկախ ամեն ինչից ինչ ոլորտ է լինի, ստանում է բացարձակ հնարավորություններ պետության կողմից մոնոպոլիայի ձևավորմամբ կամ որևէ կազմակերպության նման հնարավորություն տալով միայն մեկ կազմակերպության, այդ կազմակերպությանը տրվում է տոտալ վերահսկողության իրական հնարավորություն, որը այլ տնտեսվարողների համար ոչ այլ ինչ, քան վանող քաղաքականություն, ընդ որում այն վանում է առհասարակ չզբաղվել բիզնես գործունեությամբ, քանի որ առևտրային գաղտնիքը ներքին որոշակի կարգավորումներ ոչ բոլորն են, որ կցանկանան եւ դա ըստ էության իրենց սահմանադրական իրավունքն է տրամադրել այլ մասնավոր կազմակերպության կամ մասնավոր կազմակերպության միջոցով տրամադրել պետությանը, որովհետեւ պետությունը ինքը հենց քաղաքացիների կողմից մի փոքր քաղաքացիների պատվիրակված ինստիտուտն է, որը ստեղծված է որպեսզի հաղորդակցվի քաղաքացիների հետ, այն նույն քաղաքացիների հետ, ովքեր իրեն ըստ էության ստեղծել են։ Երբ որ պետությունը մի հատ էլ ինքն է նոր միջնորդ ընտրում քաղաքացիների հետ շփման համար, առավել եւս ընտրում է միջնորդ բիզնես հարաբերություններում, սա իհարկե բիզնես միջավայրի վատթարացմանն է բերելու եւ ընդհանրապես չի նպաստելու բիզնես միջավայրի զարգացմանը։ Նաեւ կարող է բացասական հետևանքներ ունենալ նաեւ ներդրումների վրա, հա, եթե այսպես գլոբալ նայենք, ներդրողը ինչու պետք է ներդրում կատարի մի վայրում, որտեղ նման վերահսկողություն է իրականացվում, հա, արտերկրից ներդրումների մասին է խոսքը։ Ներդրումների մասով առավել խնդրահարույցը հարկային օրենսգրքում անընդհատ կատարվող փոփոխություններն են, որովհետև ներդրում կատարող անձի համար հետաքրքիրը եւ ամենաշահագրգիռը դա կայուն իրավահարկային համակարգն է, այսինքն եւ իրավական համակարգը հարկային ոլորտի փոփոխությունները կատարում է այնքան մեծ պարբերականությամբ, որը թույլ է տալիս ներդրում կատարող անձին հստակ պատկերացնել կամ ակնկալել կամ ձևավորել հիմնավորված ակնկալել, թե ինչպիսի ակտիվներ, պասիվներ, ինչպիսի կորուստներ կամ ձեռքբերումներ վերջինս կունենա ներդրումներ կատարելու դեպքում։ Բայց երբ որ հարկային օրենսգրքում անընդհատ կատարվում են փոփոխություններ, անգամ ձևավորվել է կարծես վատ ավանդույթ անընդհատ խոսել սահմանադրական փոփոխությունների մասին, ապա դա ներդրողներին միանշանակորեն վանելու է Հայաստանի Հանրապետությունից, որտեղ ներդրող կատարող անձը նախ պետք է հասկանա ինքը որտեղ է ներդրում կատարում, ինչքան հարկ պետք է վճարի, բայց երբ որ ամեն տարի փոխվում է հարկային համակարգը, հարկի չափը, դեռ մի բան էլ խոսք է գնում սահմանադրության փոփոխության մասին, իհարկե դա բերելու է բիզնես միջավայրի եւ հատկապես ներդրումների կտրուկ նվազեցմանը, եթե ոչ դադարմանը։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ Փաստինֆոյի տաղավարում հյուրընկալել էինք Նովալեքս փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Վահե Գրիգորյանին։